Ես եկել եմ, որ ձեզ պատմեմ իմ կյանքի պատմությունը, չգիտեմ այն որքանով ձեզ հետաքրքիր կլինի, բայց ես եմ ու իմ կյանքը։ Իմ կյանքում շատ են դրվել վերջակետեր, հետո նորից ստորակետեր ու բազմակետեր։ Սա իմ կյանքն է։ Ես էլ հենց այսպիսին եմ։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում Խոստովանություն հեռուստանախագիծն է, ես Արայիկ Համբարձումյանն եմ եւ այսօր իմ տաղավարում հյուրընկալելու եմ իմ գործընկերոջը, տաղանդավոր սիրված հաղորդավար Սուրեն Արոստամյանին։ Սուրեն ջան, բարի գալուս։ Բարով ես եկել։ Միշտ ես եմ քեզ մոտ հյուր եղել ու այսօր վերջապես դու ինձ մոտ հյուր եկար։ Խնդրեմ զբաղեցրու տեղը, սկսենք մեր զրույցը։ Սուրեն, այսօր կանցնենք ձեր կյանքի ճանապարհներով, կզրուցենք կյանքի տարբեր փուլերի մասին, բայց ամեն ինչ սկսում ենք ամենասկզբից։ Սկսում ենք ծննդյան պահից, որտեղ եք ծնվել, ովքեր են ձեր ծնողները։ Ծնվել եմ Ռուսաստանի Դաշնությունում, Կոստրոմա քաղաքում։ Այո։ Ծնողներս հայրս եղել է շինարար։ Դե այն ժամանակ շատ ընդունված էր, որտեղ ամեն ինչ նոր էր կառուցվում, նոր էր ստեղծվում սովետական Հայաստանում։ Մայրս աշխատել է հայէլեկտրոգործարանում, հա։ Իրենց սիրո պատմությունից այդքան շատ գաղափար չունեմ, բայց գիտեմ, որ ապրել են համարյա թե նույն բակում եւ այդպես սիրահարվել են։ Եվ գործի բերումով հայրս մեկնել է արդեն Կոստրոմա այնտեղ, որտեղ Կոստրոմա քաղաքը նոր ծաղկունք էր ապրում եւ ամեն ինչ շինարարություն էր կատարվում, մայրս ինձանով հղի է եղել եւ հետո իմացել է, որ հայրս այնտեղ ոնց որ իրեն խելոք չի պահում Նատաշաների եւ Կատյաների հետ, այդպես հղի վիճակում միանգամից նստել է ինքնաթիռ գնացել այնտեղ, որպեսզի փրկի իր ընտանիքը։ Այո, եւ դե բնականաբար արդեն ես այնտեղ ծնվել, այո, ես այնտեղ եմ ծնվել, բայց շատ չեմ մնացել 6 ամիս եմ մնացել, այսինքն իմ ծնվելուց հետո եւ հետո արդեն վերադարձել ենք, որովհետեւ այնպես մի քիչ դաժան պատմություն էր եղել իմ ծննդյան հետ կապված եւ մտածել եմ, որ երեխային բերում են այստեղ, որ այստեղ որտեւ ես որ ծնվել եմ ունեցել եմ գեղձեր, հա, շատ էսպես բան եւ բժիշկներն ասել են, որ այս երեխան չի ապրի։ Դե ծնողներս էլ մտածել են, եթե չի ապրի, այստեղ բան չենք տանենք Հայաստան, հայրենիք, եթե ինչ-որ բան լինելու է, թող այնտեղ լինի։ Բայց բան չի եղել, ես այստեղ եմ, որովհետև այո, դրա հետ էլ կա մի հատ շատ հետաքրքիր պատմություն, այդպես, որը արդեն հետագայում վիրահատության են պատրաստել ինձ, բայց 6 տարեկանում, երբ որ դա արդեն էլ անհնար էր, առողջանս կոնկրետ վնաս կար, խնդիր կար, նշանակված է եղել վիրահատություն, չէ, այն ժամանակ, Արայիկ, այսպեսի բան է եղել, հայտնի էին բախտ նայողները, հա, և ծնողներս ինձ տանում են բժշկի, նշանակում են վիրահատության օրը, որ պետք է կտրեն այդ գեղձերը հանեն, որտեղ հենց մի քիչ մրսում է, դրանք ուռում են և ես խեղդվում էի, չէի կարողանում շնչել, և ամեն ինչ արված է, նշանակված է վիրահատության օրը և այլն, բայց ինչ-որ ծնողներս ասում են, որ կա մի հատ բախտ նայող կին, որը այսպես շատ ճիշտ է ամեն ինչ ասում, դե ծնող, ճարահատյալ ամեն ինչ անում է, որ երեխային փրկի։ Տանում են այդ բախտնայողի մոտ, այդ կինը ուղղակի այսպես շոշափելով ինձ, ասում է, այստեղ խնդիր ունի այս երեխան, բայց չդնեք դանակի տակ։ Եթե դնեք դանակի տակ կմահանա։ Աստծո տված է, Աստծո ձեռով էլ կանցնի։ Դե հերթական տենց ինչ-որ բան դուրս են գալիս եւ վիրահատությունից մի 3 օր առաջ էջմիածնով անցնելուց տեսնում եմ, որ պատարագը վերջացել է եւ Վազգեն առաջինը դուրս գալուց է եղել, այն ժամանակ, երբ որ դուրս էին գալիս, այսպես շարքով մարդիկ կանգնում էին, որովհետև անցնում էր ժամանակ, մարդկանց, հա, ողջունում էին, եւ մենք քանի որ մի քիչ ուշ ենք մոտեցել, մենք եղել ենք 3-4 շարքում ժողովրդի, ես էլ փոքր երեխա դե 6 տարեկան, մայրս ասում է Վազգեն առաջին անցնելուց կանգնեց, մարդկանց տարավ մի կողմ, ձեռը տարավ եւ ինձ բերեց առաջ, եւ իր ձեռքերով այս կոկորդիս մասը այսպես սկսեց, հետո թևքից հանեց նշխար, տվեց ինձ եւ գնաց։ Անցնում է 2 օր ինձ տանում են, որ վիրահատություն անեն, բժիշկները նայում են, ասում են, ինչ եք արել այս երեխու հետ, չկա։ Այդ ինչ որ մենք պիտի վիրահատենք, գոյություն չունի։ Ինչ որ տեղ տարել եք, վիրահատել եք կամ ինչ որ բան եք արել, ու այդպես ուրախ վերադառնում ենք տուն, վիրահատությունը չի լինում եւ դա մինչեւ այսօր անցավ, այո։ Այսինքն այն գուշակությունը, որ Աստծո ձեռքով տված ու Աստծո ձեռքով էլ կանցնի, ճիշտ է եղել։
Այո, սա իմ կյանքի Շնորհակալ եմ։ ամենահետաքրքիր պատմություններից է, որով ես միշտ հպարտանում եմ։ Այո, իրականում շատ հետաքրքիր պատմություններ։ Սուրեն, ով է ընտրել ձեր անունը, ինչու Սուրեն։ Անունը ընտրել է հայրս, ինչու Սուրեն, ես ունեցել եմ քեռի, որը 14 տարեկանում մահացել է, ինքը եղել է երաժիշտ, արդեն այդ տարիքում դրսևորել է երաժշտական հակումները, եւ քանի որ հայրս ասացի չէ, համարյա թե նույն բակում են մեծացել, ինչ ծնողներս ընտանիքներն իրար հետ, հայրս մոտ է եղել քեռիներիս հետ։ Եվ երբ որ ես ծնվել եմ, դե բնականաբար այդ քեռիս 14 տարեկանում մահացել է, հայրս որոշել է, որ իմ անունը անպայման պետքա դնի այդ մահացած քեռուս անունը Սուրեն, եւ չգիտեմ, ասում են, որ ես շատ նման եմ իրեն, դեմքով էլ։ Եվ դե արվեստի ճյուղով էլ այսինքն հայրս ա որոշել ավելի շատ, որ իմ անունը պիտի լինի Սուրեն։ Ինչպիսի աշակերտ եք եղել դպրոցում։ Դպրոցում եղել եմ շատ, ասեմ, ես այդքան չեմ սիրել իմ դպրոցը։ Հիմա բացատրեմ ինչու, որովհետև ես ինքս շատ էսպես նպատակասլաց մարդ եմ եւ սիրում եմ սովորել։ Հիմա էլ եմ սովորում անընդհատ։ Բայց եկավ ժամանակ, դա այն շրջան էր, երբ որ մեր դպրոցներում շատ ընդունված էր կաշառքը, հա, այսինքն դասատուին պիտի փող տայր, դասատուին պիտի նվերներ տայր, դասատուին մոտ պիտի պարապեիր, եւ եթե չէիր պարապում, ուրեմն դու ցածր գնահատական։ Այո, դու այդ աշակերտը չես, որ իրավունք ունես այս դասարանում լինես։ Ամբողջ դասանը կարելի ասել պարապում էր դասատուի մոտ, բացի ինձանից, եւ ես այդպես իզգոյն էի, հա։ Բայց ինչպես կանխագուշակում էր իմ դասատուն, որ ես տենց մի որևիցե մի տենց սթից բուխ կընդունվեմ, հակառակը ես ընդունվեցի Թատերական ինստիտուտ եւ ընդունվեցի անվճար։ Իր գուշակությունները չեղան, որտեղ ինքը ասում է, տենց մի սթից տեղ կընդունվես վճարովի բան, այս կոմենտում, բայց չէ։ Ու դարձան ինչ որ դարձավ։ Թատերական ինստիտուտ որ ֆակուլտետում եք սովորել։ Դերասանական ֆակուլտետում եմ սովորել, թատրոնի այդ պատմությունը շատ սերտ եղել 10 տարեկանից։ Դասից փախել եմ, գնացել եմ, ընդունվել եմ մետրո թատրոնի ստուդիան։ Լուսահոգի իմ վարպետներից Լալան Մնացականյան արտասանեցի, ասես տղա ջան, ընդունելությունը վերջացել է, բայց քեզ կվերցնենք։ Եվ այդտեղից սկսվեց սերը, միանգամից եմ սիրահարվել թատրոնին ու վերջ, ասեցի թատրոնն է ու վերջ։ Երբ որ արդեն եկավ ինստիտուտ ընդունվելու ժամանակ, ծնողներս ասին լավ մտածի։ Դերասանները սոված են եւ ընտանիք չեն կարողանում պահել։ Ես 2 գիշեր չքնեցի, հետո ասեցի վերջ, կամ էսա, կամ սոված կմնամ, կամ չեմ գնում ոչ միտեղ։ Ընդունվեցի Հակոբ Ղազանչյանի արվեստանոցը, այդպես։ Ու ավարտեցիր։ Անպայման։ Շատ լավ, ինստիտուտը ավարտելուց հետո ինչպես շարունակվեց կյանքի ճանապարհը եւ ինչպես հայտնվեցիք արդեն հեռուստաընկերությունում, եթերում, կհիշեք ոնց էր, որտեղ եղավ այդ հրավերը, առաջին կետը։ Ավարտելուց չէր, հենց առաջի կուրսում է եղել։ Ես հիշում եմ, մենք առաջի կուրսի ավարտում էինք, այսինքն ավարտական ներկայացումն էինք պատրաստում, քանի որ մեր վարպետը Հակոբ Ղազանչյան եւ ինքը այն ժամանակ հանդիսանում էր Պատանի անտեսատես թատրոնի տնօրենը գեղարվեստական ղեկավարը, փորձ էինք անում թատրոնում եւ 3 հոգի այդպես եկան, լուր անցան մի անկյուն նստեցին, մեր փորձը նայեցին, վերջացավ փորձը, դուրս էին գալիս եւ այդ մարդկանցից մեկը ասեց տղա ջան, դու կմնաս մի րոպե, ասի լավ, մնացի, ասեց մենք այսպես հաղորդում ենք պատրաստում Լեգո խաղերի մրցույթ էր հանրային հեռուստաընկերության պայո 99 թվին։ Եվ ասեց կուզենք որ դու վարես, կուզենաս, դա ինձ համար մեծ երջանկություն էր, որտեղ այն ժամանակ հայտնվել այդ արկղի մեջ, դա երազանք էր, այսօրվա նման չէ, որ շատ հեշտ է։ Իհարկե, ասեցի այո, փորձը եղավ, ես հավանեցի այդ ամեն ինչը, իրանք ինձ հավանեցին եւ այդտեղից սկսվեց ճանապարհն արդեն։ Ձեր արչեւ ծառացած դժվարությունները ինչպես եք հաղթահարում։ Շատ են եղել, այսօր էլ կան, որովհետեւ ամեն կյանքի փուլ ունի իր դժվարությունները։ Հաղթահարում եմ ժամանակին հաղթահարում էի շատ այսպես ծանր տանելով այդ ամեն ինչը, հա, որովհետև դե երիտասարդ ես լինում, էնտուզիազմը մեջիդ եւ պորտկումները տեղի են տալիս հաճախ, անում ես քայլեր, որոնք ոչ թե լուծում են այդ խնդիրները, այլ հակառակ ավելացնում են եւս խնդիրներ։ Հիմա այդպես չի։ Հիմա շատ կողքիս ընտանիքս, հատկապես կինս, որ անընդհատ ինձ որպես կողքի աչք ինձ խորհուրդ է տալիս, ինձ օգնում է, ինձ չգիտեմ, անընդհատ ինձ հետ այդ ընթացքում եւ խնդիրները հիմա մենակ չեմ տանում, ինքը իմ կողքին է ու դա շատ ողջունելի է։ Հիմա այսպես թեթև եմ ամեն ինչը տանում, որովհետեւ առավել եւս այս վերջին շրջանում ինչ որ եկավ, հա, մեր գլխին բոլորիս, մտածում եմ, որ կյանքը հիմա է եւ պետք է հիմա ապրել, հետո կարողա չլինի։ Սուրեն, ո՞րն է ձեր կյանքի ամենադժվար փուլը եղել։ Կյանքիս ամենադժվար փուլը եղել է։ Այո, եղել այն ժամանակ, երբ որ տղաս նոր էր ծնվել, առաջնեկը մեր, հա, եւ մենք այսպես
տեղափոխվում էինք եւ ես նոր էի տուն գնել այն ժամանակ շատ մեծ դժվարությամբ եւ ոնց որ թարս լիներ, հա, շատ տեղեր ուղակի հերոստատեսությունը ավարտվեց այդ ժամանակ, որովհետեւ ինչ-ինչ պատճառներով հիմա չեմ ուզում այդ մասին խոսել, ամեն ինչ ստոպ եղավ։ Այն ժամանակ կար TV5, որը հիմա չկա, հիմա TV-ն, այո։ Այդտեղ ամեն ինչ ստոպ եղավ, շատ անսպասելի։ Դրան գումարվեց նաև music hall-ում, հա, դե հիմա այն music hall կոչվում է, ժամանակ ակումբներում։ Այո, այնտեղ ինչ-որ բան սենց խառնվեց իրար ու ֆինանսական դժվարություններ, ընտանիքը նոր է, երեխան նոր է ծնվել, տունը նոր տուն են վերցրել, ծախսերը միանգամից լցվեցին, վարկով էր այդ ամեն ինչը, մի խոսքով, բայց փառք Աստծո, էլի եմ ասում, հենց առաջին օրվանից մեր ընտանիքը որպես ձևավորված ընտանիք գնացինք միասին ես ու կինս այդ դժվարություններին ընդառաջ ու կարողացանք հաղթահարել սա։ Այ խոսեցիք ձեր ընտանիքի մասին, հիմա խոսենք թե որտեղ եք ծանոթացել ձեր կնոջ հետ, ինչ միջավայրում եւ արդյոք եղել է սիրո խոստովանություն։ Ծանոթացել ենք նույն կուրսում ենք սովորել։ Թատերական ինստիտուտի շատ մոտ ընկերներ ենք եղել ի սկզբանե։ Մենք ընդհանրապես մեր կուրսը շատ լավն է, բոլորին ողջունում եմ կուրսեցիներից, ընկերներից։ Հենց ամենասկզբում շատ մոտ ենք եղել իրար, բայց ունեցել ենք sense փոքրիկ խմբեր, բայց այդ խմբերը առանձնացած չեն եղել, ուղղակի լսանում բոլորս իրարից շատ լավ էինք, բայց լսանիցից արդեն ինչ-որ sense ընկերներ կային ձևավորված, եւ մենք 4-ով տենց լավ ընկերներ էինք։ Հետո ես հասկացա, որ մեր ընկերությունը գնալով վերածվում է ոչ թե ընկերության, այլ ինչ-որ բան ավել է, շատ է, ընկերությունից շատ է։ Եվ ես եմ առաջի քայլն արել, չնայած Լիլիթ ինձ սիրահարված է եղել։ Ահա։ Բայց ես եմ որ որոշում կայացրեցի, որ եւ այսպես հիշում եմ այդ օրը լավ հիվանդ էի, հրավիրեցի իրան մեր տուն, ասեցի արի, դե մենք այնքան մոտ ենք եղել կուրսեցիներով, որ իրար տուն գնալ գալը դա սովորական երևույթ է։ Եվ եթե ինչ-որ մեկը զանգեր ասեր ես հիվանդ եմ, եկեք այսօր մեր տուն, բոլորս գնում ենք իրանց տուն։ Այդպես զանգեցի, ասացի հիվանդ եմ, կգաս, բան, եկավ եւ մեր այդպես խոստովանեցի, որ Եվ այդ պահին ինչպիսին էր նրա արձագանքը։ Այ, հուզվել էր։ Հուզվել էր։ Եղավ հարսանիք։ Հարսանիք եղել է։ Այո, հարսանիք եղել է այն ժամանակ 22 տարի առաջ։ Շատ էսպես այն ժամանակվա համար նորմալ հարսանիք էր։ Այո, հյուրերով, բան, այսպես բավականին մեծ։ Այդ ժամանակ այդքան շատ ռեստորանային համալներ չկար։ Վրաններում էր։ Չէ, ռեստորանում էր։ Ռեստորանում էր։ Դե ես էլ ժամանակ քիչ թե շատ արդեն հայտնի էի, այդ Lego-ով եւ նաեւ այո, Lego-ով էր դեռ բաներ են իմ համար։ Lego-ի սուրենն է ամուսնու։ Հա, այո, այդ էր, որ ես նստում էի տրանսպորտ գնում էի դասին, ասում եմ, վայ, էս են Lego-ի սուրոն է։ Ես չէի հասկանում ինչա հետս կատարում, շուտ sense տրանսֆորմացիայի է ենթարկվում։ Էջ եղել է որ տեսան ասեն, վայ, էս ինչ հաղորդման բանն է, կամ էս ինչ հաղորդման տղեն է։ Ցավոք սրտի հիմա էլ է տենց։ Ես ինչի է այդպես շատ հետաքրքիր։ Շատ հաճելի է որ ճանաչում են, հա։ Ես չգիտեմ, չեմ հավատում որ ասում են, «Ո, ինձ դուր չի գալիս որ ինձ ճանաչում են»։ Չէ, տենց բան չկա, բոլորն էլ դուր է գալիս, որտեղ մենք կյանքում ամեն ինչ անում ենք որ մեզ ճանաչեն։ Դա մարդու էգոն է։ Ուզես չուզես այդ էգոն պահանջում է որ իրան շոյես։ Բայց մի քիչ վատ բան կա մեր ժողովրդի մեջ, որ անցնում են քո կողքով։ Իրանց թվում է թե դու իրանց չես լսում, բայց շատ բարձրացնում են, լսես այն բանը չէր։ Ճիշտ է։ Ուզում ես պատտվես ասես նախ բանը չի, երկրորդն էլ լսի չի։ Շատ այսպես ով շատ այսպես ջերմ է արտահայտվում, հա, կարող է կանգնեմ ասեմ, վայ, բարև ձեզ, շնորհակալ։ Այո, ժպտում։ Բայց ով այդպես է արտահայտվում, միանգամից անտարբեր անցնում են, որ ինչ ասեմ։ Okay, բանն է։ Երջանիկ եք ձեր ընտանիքի հետ։ Այո, շատ։ Դե քանի որ երջանիկ եք, հիմա այստեղ մի իր կա, որը չգիտեմ ինչպես կմեկնաբանեք դուք ինչ է։ Oh my god։ Փորձեմ դուրս բերել։ Տեսնեմ այստեղ ծրարներ են ինչ որ ուղարկված։ Ինչ հետաքրքիր բաներ են։ Ինչ են սրանք սուրեն։ Աման, ինչ են սրանք։ Այ, ահա։ Սրանք ուրեմն, ահա։ Նախ սա Նայիրի կինոթատրոնի 2 տոմս է։ Ինչու՞, որովհետև երբ որ դուրս եկավ Ֆրիդա ֆիլմը, զուգահեռ նրան դուրս եկավ Չիկագոն։ Կհիշեք այո ժամանակ մենք ուսանող էինք եւ 2 տոմս ունեինք գնացինք կնոջս հետ 2003 թիվ գնացինք ֆիլմը նայելու Ֆրիդան
նոր էինք ավարտում ինստիտուտ, թե ավարտել էինք արդեն, 2003-ին եմ ավարտել։ Այո, նոր ավարտում էինք։ Եվ նայել ենք այս ֆիլմը եւ դուրս գալուց հետո ստորագրեցինք ու պահեցինք այս տոմսերը, որ սրանք մնան մեր մոտ։ Իսկ մյուս թղթադրամ։ Մյուսը Կիսա թղթադրամ։ այն ժամանակ չգիտեմ, հիմա մոդա է, հիմա կարծեմ sense բաներ չեն անում։ Փողը կտրում են երկու մասի, ստորագրում եւ տալիս են իրար, որ անցնեն տարիներ, պահենք, ինչքան է սա մեր մոտ, այնքան մեր ընկերությունը հավերժա։ Սա ես քեզ սիրում եմ, սա կինս այց տվել 2001 թվականին Կարապի լճի մոտ, նույնիսկ տեղն ենք գրել, որտեղ ենք սա միմյանց փոխանցել 2000։ Ասեմ, որ այդ թղթադրամի կեսն էլ հիմա այստեղ է։ Այդտեղ, այո։ Սա էլ արդեն ձեր կնոջ ծրարն է, որի մեջ այդ ամեն ինչի շարունակությունն է այստեղ։ Սա էլ ձեզ։ Սա էլ իրանն է։ Այո, սա էլ արդեն Չիկագո ֆիլմի տոմսերն է, որտեղ երկուսիս համար է շատ այսպես հարազատ ֆիլմեր, եւ Չիկագոն, եւ Ֆրիդան։ Եվ հենց նախընտրել էր, որ դե այն ժամանակ չկար ինտերնետ եւ չէր կարող այսպես համացանցով նայել։ Այո։ Եվ բաներ, վաու, տոնա, հիմա դուրս է գալիս Ֆրիդա Կալոյի մասին ֆիլմ, Սալմա Հայեկն է խոմ, Չիկագո։ Իմիջիալոց այնքան էր դուր եկել ինձ այդ երկու ֆիլմեր, որ Չիկագոյի նույնիսկ DVD-ն այն ժամանակ մայրևի բաներ եմ ասում, որ նոր սերնդին չեն հասկանա։ DVD-ն ունեմ։ VHS։ Այո, այո։ Հիշում ես։ Սուրեն, ընկերասեր եք։ Հա։ Սիրում եմ ընկերներիս։ Ցավոք սրտի կյանքում ունեցել եմ ընկերներ, որոնք հիմա արդեն չեն եկել, հա, այս շրջանի հետ, բայց միևնույն է ես գնահատում եմ բոլոր այն ժամանակահատվածի իմ ընկերներին, ովքեր միշտ եղել են իմ կյանքում։ Եվ ես այն մարդն եմ, որ երբեք չեմ զղջում արածներիս համար։ Ինչ որ արել եմ գիտակցաբար եւ հասկանալով։ Եթե ընտրել եմ մարդկանց, ովքեր իմ կողքին եղել են որպես ընկեր, ընտրել եմ նրանց գիտակցաբար ու շատ ուրախ եմ, որ նրանք այդ հատվածում եղել են իմ ընկերը։ Եթե եկել են մինչև հիմա ինձ հետ, ուրեմն շատ ուրախ եմ, որ եկել են ինձ հետ մինչև հիմա։ Մենք անակնկալ հյուր ենք, ում հենց հիմա տաղավար ենք հրավիրելու, արդեն դուք կասեք, թե որտեղից գիտեք նրան, արդյոք ձեր ընկերությունը ամուր հիմքերի վրա է։ Արթուր Աղաբեկյանն է գալիս։ Վայ, Արթուր։ Վայ։ Արթուր ջան, համեցեք։ Արթուր։ Oh my god։ Իդեպ շատ լավ առիթ է, որ ես էլ Արթուրին տեսնում, Արթուրին վաղուց չեմ հանդիպել։ Այո, Արթուր ջան, բարի գալուստ։ Շատ ուրախ եմ, որ այսօր դու ես մեր տաղավարի երկրորդ հյուրը, համեցիր, զբաղեցիր տեղդ Արթուր։ Ահա, ասում։ Վերջի անգամ երբ եք տեսել։ Արթուրին վերջի անգամ տեսել ենք հարսանիքի ժամանակ, այո։ Չէ։ Չէ։ Հոպարի տղայի ծնունդին։ Ծնունդին, հա, ծնունդեր հարսանիք չէ։ Սուրայի հոպարի տղայի ծնունդին։ Արթուրը այն մարդն է իմ կյանքում, որ մենք կարող է երկար ժամանակ իրար չգրենք, բայց այդ ընթացքում մենք միշտ իրար մասին մտածում ենք, հա, ոնց է ընկերս, ինչ է անում։ Դե պարբերաբար տեսնում եմ իրան եթերներում, ինձ է տեսնում, այսինքն գիտենք, որ ամեն ինչ օքեյ է, ամեն ինչ լավ է։ Բայց այն մարդն է, որին կարամ այն ցանկացած այն ամենադժվար պահին այդպեսի արտահայտություն կա, ես շատ եմ սիրում, ասում եմ, պիտի ունենաս այնց ընկեր, որ գիշերը մութ ճանապարհով անցնելիս զանգես, ասես հետս խոսամ, ինչև այս ճամփեն անցնեմ։ Այ Արթուրը իմ կյանքում այդ ընկերն է։ Անցել ենք այդ ճանապարհը։ Այո, շատ։ Կհիշեք, քանի տարի առաջ էր, որ ընկերացա։ Երկիր մեծ է։ Ծանոթ։ Երկիր մեծեում, հա։ 2007 կամ 8 թվականներ։ Ես բարիուսն էի վարում, ինքը լուրջ։ Ոնց ենք ծանոթացել։ Քեզ հետ էլ ենք այնտեղ ծանոթացել։ Մենք էլ ենք իրար հետ այնտեղ ծանոթացել։ Ես վարում էի լուրերը, էր վարում։ Սուրենը վարում էր։ Այսպես էր, տաղավարը մի ընդհանուր տաղավար էր, իմացել։ Ես նոր է երկիր մեծ եմ, դե ոչ մեկին չեմ ճանաչում։ Լուրերը կիսում էր ծրագիրը մեր։ Արթուրը նստած վարում է մեկ շատ խնդալվեր, ինքը sense կոստյումով բան ու դիմացը փակա։ Մեկ էլ վարեց, ամառ էր, վեր կացավ շորտիկով, չստերով։ Գնաց պատմությունը բոլորին պատմում է։ Այդ տարածքն է, որ հաստատողը չի տեսնում երբեք։ Այդ որ ես տեսա, ես հասկացա, այս տղեն իմ խելքի է։ Վերևը կոստյումով, ներքևը շորտիկով։ Ինքն լրիվ լուրերի մարդ է, այս լրիվ ամեն ինչով իր տեսակով լուրերի այդ ձգությունը բան sense ես տենց ջրիկ այդ բարի լույսը բան ինքը տենց ձիգ մեկ էլ որ չելավ շորտերով չստերով Բայց ընկերությունը ստացվեց, այս տանիրների ընթացքում ինքը տենց այդ աշխուժ հավես վիճակների մեջ մնաց ժամանցային, ես էլ տենց դասական լուրերի, բայց դա մեր ընկերությանը չի խանգարում, առավել եւս հրաշք կին ունի, հրաշք ընտանիք ունի, կինը նաեւ նպաստում է այդ հարաբերությունների ամրապնդմանը, ավելի ջերմացմանը, որովհետեւ եթե երկար ժամանակ չենք հանդիպում, Լիլիթը
Համին վրա է ջղայնանում, համ իրա։ Բրավո։ Հետո շատ անգամ ասում եմ Արտուրից խաբար ունես, ոնց է Արտուրը։ Պատմում ես։ Շատ դեպքերում հակառակն է, չէ՞ լինում, կանայք ասում են դե հերի քայլի ամբողջ ընկերներիդ հետ։ Ես ասեմ, Արայք իմ բախտը բերել է այդ հարցում, որովհետև իմ կինը երբեք այդ խանդը չի ունեցել իմ ընկերների հանդեպ, որովհետև ես ահա որ կարող եմ ամբողջ ժամանակս պահ լինի, որ իմ կյանքի այդ հատվածը ամբողջությամբ նվիրեմ իմ ընկերներին։ Տանը քիչ ուշադրություն դարձնեմ, բայց հանգիստ եմ, որտեվ տունը գիտեմ կա մարդ, ով տանը ամեն ինչ կարգավորում։ Բայց ինքը երբեք այդ ոյ չէ ուր ես, ինչ ես ընկերներիդ հետ, ինչի տանը, այդ չկա։ Իրոք Այդ այդպես է։ հարցում բախտս բերել է։ Արտուր, ինչպեսի է ընկեր ես Սուրենը։ Ասեմ։ Ինքը շատ լավ միտք արտահայտեց մեր ընկերության վերաբերյալ, որ երկար ժամանակ միգուցե իրար չենք տեսնում, բայց սրտով եւ հոգով իրար հետ ենք։ Իրոք այդ բաժանումը ընկերության, ջերմությանը ու այդ համերաշխությանը երկար տարիների էլի չի խանգարում, այլ ավելի ամրապնդում է։ Ազնիվ տղա է, շատ մաքուր տղա է, Սուրոին, ասենց ասեմ, էլի Սուրեն չասեմ, իրան ոնց դիմում եմ, կարելի է վստահել, կարելի է իր հետ ճանապարհ անցնել։ Դե քանի տարի է իրար ճանաչում։ Ճանապարհ է դա։ Երևի մոտ 20 էլի, մոտ 20 տարի։ Դա ճանապարհ է, որ ես ասեմ, որ ունեմ նույնիսկ ինչ է papan կարե իմ համար։ Ժիլետ էր, այո, ժիլետ էր շատ սիրուն եւ ես տենց ինչև այսօր ունես։ ցիցի սենց։ Ես հիշում եմ, որ Արտուրը գալիս էր եւ պատրաստում էր եթերի ամեն անգամ նոր կոստյումով, նոր ինչ-որ հետաքրքիր։ Ես էլ եմ տենց նախանձում ասում եմ Արտուր, ասում եմ որտեղից ես այսքան գտնում, ասում եմ պապասը։ Այո։ Այս տաբատն էլ է papayi կարածը։ Ես Առաջին անգամ եմ հագնում հատուկ, բայց ես Սուրենին նվիրված հաղորդման համար։ Ստացել է, որ մի օր անպայման պիտի գնամ, որպեսզի ես էլ մի բան պատվիրեմ ու այդպես էլ մնաց, բայց մի օր գալու եմ։ Համեցեք։ Ես չդիմացա, ասացի Արտուր ջան ասացի, ես ինձ էլ է պետք։ Ու այդպես հա, ես ունեցա այդ։ Տղեկ, ընկերության գաղտնիքը, ամուր պահելու գաղտնիքը ինչի մեջ է գտնվում, ոնց պիտի անես, որ ընկերությունը պահես չխաբվի։ Ազնվության իրար հասկանալու, ընկերության մեջ այդ ընթացքում բազմաթիվ խոչընդոտներ են լինում ու նաև ընկերների կյանքում վերելքներ, վայրեջքներ, բայց կարծում եմ պետքա այն ամեն ինչը որ կարևոր չի, դրան պետքա հեռու մղել ու կենտրոնանալ են կարևոր առաջնահերթ, հա, գործողությունների վրա, որոնք կպահեն թե ընկերությունը, թե լավ հարաբերությունները։ Մենք այս տարիների ընթացքում հասկացել ենք, որ այն մարդիկ, ովքեր կարևոր դեր ու նշանակություն ունեն մեր կյանքում, մենք պետքա կենտրոնանանք նրանց վրա, իսկ այն մարդկանց ու երևույթների, որոնք ուղակի մեզ խանգարում են, պետքա անտեսենք, չնկատենք։ Այո, որովհետև ասեմ, նենց չի, որ մենք չենք ունեցել այդ իմպուլսիվ բռնկումները, եղել է Արտուրն էլ է ջղայնացել ինչ-որ երիտասարդ եղել։ Այո, ես էլ եմ ինչ-որ Արտուրից սխալարարքի։ Այդ շատ կարևոր է, որ եթե տեսնես ընկերդ սխալվում է, այո, պետք է ասես, ինքն էլ է ասել, բայց անցել է այդ։ Այ եթե չասես, դա նստված կա տալիս, հետո վերածում է մեծ աղետի, ու մի օր հասկանաս, որ այդ մարդը քո կյանքում էլ չկա։ Բայց եթե ժամանակին արտահայտվեր ասեր, միգուցե դա հարթվեր գնար, միգուցե չէ հաստատ։ Եվ հենց այդ ազնվությունն է, որ պետք է միմյանց հանդեպ լինել ազնիվ։ Այդ պահին ունես իր կարիքը, ունես, այդ պահին ինքը ունի քո կարիքը, պետք է ազնիվ լինես իր կարիքի կողքի։ Այդ պահին լավ է, որ իրարից հեռու լինեք, որտեվ ամեն մեկը ձեր կյանքով եք, ուրեմն դա նորմալ ազնիվ ամեն ինչում ազնվություն է պետք։ Բայց եթե պետքա տենց երկար ժամանակով իրար տեսնել կամ ինտենսիվ, հա, ամեն օր, այդ խնդիրը չկա, եթե իրար պետք ենք։ միասին ճանապարհորդել եք, գնացել եք ինչ-որ հեռու ճանապարհով։ Ինչ-որ միտեղ։ Երկրից դուրս չէ, երկրի ներսում, հա, երկրի ներսում, հա։ Այսինքն դուք նաև ճանապարհի ընկերներ եք։ Մենք կյանքի բոլոր փորձություններին անցած ընկեր ենք։ Բրավո։ Բայց ինչի՞ մենք երկրից դուրս չեն գնացել։ Մտածեք։ Դիմացը հատկապես ամառ է, արձակուրդային ամիսներ, այնպես որ արժի։ Դες Արայքը լավ միտք ճանապարհորդել։ Չէ, Արտուրի հետ վստահ եմ շատ լավ կանցնի ամեն ինչ։ Այո, Արտուրը իրականում հրաշալի մարդ է եւ իմ լավագույն ընկերներից մեկն է, շատ ուրախացա։ Շնորհակալ եմ, այդ ամենը փոխադարձ է։ Իմացա անակնկալ հյուրը հենց դու ես լինելու։ Արտուր, Սուրեն ավելի շատ սիրում է խորհուրդ տալ, թե խորհուրդ վերցնել։ Ոյ, երկուսն էլ։ Անկեղծ երկուսն էլ, որովհետև երբ որ իրան խորհուրդ է պետք, ինքը չի կաշկանդվում հարցնելուց։ Բայց եթե նաև քեզ է պետք ինչ-որ բան ասել, սրտացավորեն ինքը այդ մասին անպայման կասի։
Եվ այս հանդիպման այս հատվածի վերջին հարցը ինչ կմաղթեք ձեր ընկերոջը Սուրենին, ինչ մաղթանքներով կողողեք զրույցի այս հատվածը։ Մենք 40+ ենք արդեն, բայց չենք երևում այդքան մեզ չեն տալիս այդքան, Եվս 40+։ 23-4 տարեկանից միասին ճանապարհ ենք անցնում ու այս ճանապարհի ընթացքում ինքը երբեք իր այդ երիտասարդական ջիղը, ավյունը, հա, այդ լույսը, ինքը մի հատ շատ հետաքրքիր լույս ունի իր մեջ, դա իրան ճանաչողները հաստատ գիտեն, թեև կարծում եմ, որ հեռուստադիտողն էլ իրան արտակնապես տեսնելուց այդ մասին գիտի, որ ինքը լավ մարդ է։ Ես ուզում եմ այդ լույսը, այդ երիտասարդական աշխուժությունը երբեք կյանքի ոչ մի պարագայում ոչ մի բան չխոչընդոտի ու ինքը շարունակի այն Աստծո տված պարգև կյանքը էլի իր համար, իր ընտանիքի հետ, իրան սիրող մարդկանց հետ, ինքը այն մարդկանց ում սիրում է նրանց հետ շարունակի անցնել Աստծո լույսով ու օրհնությամբ։ Բրավո։ Ես հարուստ եմ իմ ընկերներով ու այն մարդկանցով, ովքեր իմ կողքին են։ Սիրելի հեռուստադիտող, ուզում եմ հիշեցնել, որ մեր զրույցին միացավ Սուրեն Արուստամյանի ընկեր Արտուր Աղաբեկյանը։ Մենք այս պահին փոքրիկ դադար ենք վերցնում, հետո վերադառնում ենք, որ շարունակենք մեր զրույցը։ Իմ շատ սիրելի ու հավատարիմ հեռուստադիտող, վերադարձանք, որ շարունակենք մեր զրույցը, սակայն մինչ կանցնենք ու կշարունակենք մեր զրույցը, ուզում եմ հիշեցնել, որ մեր բոլոր եթերները կարող եք գտնել նաև մեր YouTube-յան ալիքում։ Այնտեղ փնտրում եք Արայիկ Համբարձումյան էջը, միանում եք, դիտում եք, թողնում եք ձեր մեկնաբանությունները եւ առաջարկությունները։ Հիշեցնում եմ, որ այսօր իմ տաղավարում սիրված հաղորդավար Սուրեն Արուստամյանն է իր անկեղծ ու գեղեցիկ խոստովանություններով։ Սուրեն, գնացինք առաջ, շարունակենք ձեր կյանքի պատմությունը։ Ինձ շատ հետաքրքիր է, թե դուք ինչպես կմեկնաբանեք կյանքի արժեքները, որտեղ են գտնվում, ինչի մեջ է, ապրելու իմաստը որտեղ է։ Շատ այսպես գլոբալ հարց տվեցիր։ Կյանքի արժեքները մենք ենք ստեղծում։ Որովհետև այն ինչ որ մենք ստեղծում ենք մեր շրջապատում, հա, մեր անցած ճանապարհի եւ արժևում եկող ճանապարհին, այդ բոլորը կարանք այնպես անենք, որ դառնան արժեք մեզ համար եւ կարանք արժեզրկենք նույն վարքյանին։ Այն ինչը որ արժեքավորում ենք, պետք է կարողանանք պահպանել, որովհետև ստեղծել, արարել բոլորին է տրված, բայց պահպանել այդ ստեղծածը շատ քչերին է հատուկ։ Մենք շատ անգամ ինչ որ լավ բան ենք անում, ինչ որ լավ բան ենք ստեղծում, հա, հենց վերցնենք անունը, այն խոսում ենք, հա, ճանաչված լինելը։ Ճանաչված ես դառնում, քեզ ճանաչում են բոլորը, բայց հետո շատ դժվար է, որ այդ ճանաչվածությունը լավ իմաստով պահես։ Ցավոք սրտի այսօր այնքան չարացած է աշխարհը, որ ոչ մի բանից կարող է մի հատ փոքրիկ թեթևակի անվնաս գրառում անես, բայց այնքան բացասական տակը կոմենտներ լինեն, որ այդ ամեն ինչը միանգամից սարքում են զրո։ Դրա համար որպեսզի այդ ամեն ինչը դու կարողանաս պահես, պետք է հաջորդիվ քայլերդ, որ անում ես կյանքում։ Ես այսպեսի մի բան եմ ինձ համար ворթեգրել, հա, ապրում եմ այնպես ոնց որ ուզում եմ։ Ասում եմ, ես հիմա այն տարիքում եմ գտնվում, որ ամեն ինչ անում եմ գիտակցված եւ անում եմ սիրով։ Եվ աշխատում եմ ուղղակի քայլերս արվի այնպես, որ այն մարդիկ, ովքեր իմ կողքին են ու ինձ հարազատ են, ինձ հավատում են, իրանց չվնասեմ։ Կարևոր բանը դա է իմ կյանքում, որ նրանք միշտ լինեն երջանիկ, լավ, թեկուզ, եթե ինչ-որ դժվարություններ կան, որտեղ արժեք են ինձ համար։ Բրավո, գեղեցիկ մեկնաբանեցիք Սուրեն։ Ինչից եք վախենում կյանքում։ Ինչից եմ վախենում։ Վախենում եմ չհասկացված լինելուց։ Որովհետև դու կարող ես ինչ-որ sense շատ մեծ մտքեր ունենաս, պատկերացումներդ աշխարհի հանդեպ լինեն շատ գունավոր, գեղեցիկ, բայց դիմացինը չհասկանա քեզ։ Չհասկանա քեզ տանը, չհասկանա քեզ աշխատավայրում, չհասկանա քեզ ընկերական շրջապատում, չհասկանա, չգիտեմ, ամեն քայլափոխին չհասկանան։ Հազվադեպ եմ հիմա հանդիպում դրան, որովհետև կարելի ասել քայլերս այնպես եմ անում, որ ինձ որ կարողանամ կողքս լինեն այն մարդիկ, որոնք ինձ հասկանում են, բայց միևնույնն է, դուրս ես գալիս դուրս, հանդիպում ես օտար մարդկանց աշխատանքի բերումով։ Դու ոգևորված ես ինչ-որ իդեաներով, բաներով, բայց հասկանում ես, որ քեզ չեն հասկանում։ Եվ այդ ամենավախենալու բանը դա է։ Այսօր կարծես թե կյանքում սերը փոխել է իր տրամադրությունը, փոխել է իր գույնը եւ փոխել է առհասարակ իր արժեքը։ Ինչ կլիներ մեր կյանքում, եթե ընդհանրապես սեր չլիներ։ Վայ, շատ վատ կլիներ կյանքում, որովհետև ամեն ինչը սիրո ծնունդ է։
Եթե ես ունեմ ընտանիք, դա սիրո ծնունդ է, հա, իմ երեխեքը սիրո ծնունդ են։ Իմ աշխատանքը դա սիրո ծնունդ է, որովհետև ես սիրով եմ անում իմ աշխատանքը։ Ես չեմ անում մի բան, որ չուզեմ։ Եթե չեմ ուզում, չեմ անում, վերջ։ Որովհետև դրա արդյունքում, սիրո արդյունքում ծնվում է լավը, գեղեցիկը։ Չգիտեմ, այսօր դրա պակասը կա։ Այսօր աշխարհը ինչի է խառնվել իրար, որովհետև սերն է պակասել։ Չեն սիրում իրար։ Դրա համար ամբողջ աշխարհ, ես մեր Հայաստանի մասին չեմ խոսում։ Մեր Հայաստանն էլ է մի մասը կազմում դրա, բայց գլոբալ վերցնենք։ Մարդիկ իրար են սպանում աշխարհում, իրար են վերացնում, ոչնչացնում, որովհետև չեն սիրում իրար։ Ճիշտ է։ Սուրեն, եթե ձեր կյանքի մասին գիրք գրեք, ինչ վերնագիր կտակ այդ գրքին։ Կյանքիս մասին որ գիտես, Արայիկ, լավ հարց տվեցիր։ Երբ որ ես դպրոցական էի եւ ինձ ասում էին կարդա Խենթը, ես չէի կարդում։ Ինչ այլ ասեմ դպրոցում չեմ սիրել կարդալ, որովհետեւ այդ ամառային արձակուրդային ոնց գիրք կարդամ ես։ 30-ագիր։ Բայց այո, բայց ինստիտուտում ես սիրեցի գիրք կարդալ ու հիմա առանց գրքի չեմ կարում ապրեմ, անընդհատ գիրք կա մոտս։ Ես միաժամանակ մի քանի գիրք եմ կարդում։ Եվ բայց միշտ մտածել եմ սենց, այ ես լինեի գրող, ես կգրեի գիրքի մասին ու անունը կգնեի Խենթը։ Որովհետև հենց փոքր ժամանակվանից այդ խենթությունը, հա, իմ մեջ եղել է։ Երևի թե հենց այդպես կդնեի Խենթը։ Իսկ ինչ է ձեր կարոտի անունը։ Ես ձեր հաղորդումները նայել եմ ու միշտ վախենում եմ այդ հարցից, չէի ուզում։ Իմ կարոտի անունը Մարդ է, մարդիկ են։ Ցավոք սրտի ուզես չուզես գալիս է մի օր, երբ այդ մարդիկ հեռանում են քո կյանքից։ Ես էլ բախվեցի այդ բանի հետ ու հիմա իմ papan իմ կողքին չի, իմ կարոտը ամենամեծ գլոբալ կարոտը ինքն է։ Ինքը ֆիզիկապես չկա, բայց ես իրան միշտ զգում եմ, իր հայացքը, ես հիշում եմ ոնց էր ինքնից նայում, երբ որ ես ինչ-որ բան սխալ էի անում։ Երբեք ինքը չի ջղայնացել մեր վրա, բայց մի հատ հայացք ուներ, որ բարձր էր, որ պետք է ինչ-որ բան շտկել։ Ինքն է իմ ամենամեծ կարոտը։ Իմ կարոտը մայրս է, որ հեռու է գտնվում մեզանից հիմա, եղբայրս է, որ հեռու է, այսինքն մարդիկ են, թե չէ մնացած ամեն ինչ օքեյ է։ Կարոտը ունի մարդու տեսք, կարոտում են շունչը, այդ մարդու շունչը, որ մի քիչ կամ հեռու է չես զգում, կամ ցավոք չկա էլ։ Սուրեն, հիմա տեսախցիկները ձեր տրամադրության տակ են եւ քանի որ խոստովանություն է սա նախագծի տաղավարում եք, ում ինչ ունեք ասելու կամ միգուցե խոստովանելու։ Ում ինչ ունեմ ասելու, Արայիկ, հետաքրքիր բան, նրանց ում նեղացրել եմ, ներողություն եմ խնդրում, որովհետեւ երբեք երկու բան մենք միշտ դժվար ենք ասում, շնորհակալություն եւ ներողություն։ Ես չեմ վախենում այդ բառերից եւ ասում եմ, եթե զգում եմ, որ ես սխալ եմ։ Ում նեղացրել եմ, ուրեմն կներեք։ Հաջորդ քայլերն արեք այնպես, որ էլ չնեղացնեմ։ Չէ, կատակային կողմ ում նեղացրել եմ կներեք, ովքեր ինձ լավ բաներ են անում եւ ընդհանրապես լավ բաներ են անում, շնորհակալություն իրանց։ Շնորհակալություն, որ իմ կողքին են մարդիկ, ովքեր միշտ իմ կողքին են, շնորհակալություն իմ ընտանիքին, որ ինձ հավատում է իմ կողքին է, երեխաներիս, շնորհակալություն ծնողներիս, շնորհակալություն Աստծուն։ Եվ ներողություն էլի ընտանիքից, եթե ինչ-որ բանով թերացել եմ, ներողություն ծնողներիս, եթե չեմ հասցրել ինչ-որ բան ասեմ, ու հիմա ցավոք էլ ժամանակ չունեմ ասելու, հնարավորություն չունեմ։ Ներողություն ընկերներիս, եթե ինչ-որ ձև չեմ նկատել իրանց կամ իմ կարիքներն ունեցել, իսկ ես իրանց կողքին չեմ եղել։ Ներողություն աշխատանքիս, եթե ինչ-որ վաղ ժամանակ թերի եմ վերաբերվել։ Ներողություն բոլոր նրանց ում նեղացրել եմ։ Իսկ դուք ձեր տեսակով ներող մարդ եք, #ներում։ Արայք, ես կարիճ եմ։ Գարոսկոպով։ Ես ներում եմ, բայց չեմ մոռանում։ Ես նույնիսկ գիտես, եթե ինձ ինչ-որ բանով նեղացնում են, ես նույնիսկ կարող եմ ցույց տամ, որ ես չեմ նեղացել։ Okay, բայց ես ներսում ինձ ուտում եմ, եւ չեմ մոռանում երբեք։ Մարդիկ կան, ովքեր իմ կյանքում շրջադարձային են եղել վատ իմաստով, հա, իրենց քայլով իմ կյանքը պիտի այսպես գնար փոխել իր հունը։ Ես Աստված իրանց հետ, ես իրանց դա ամեն մարդ ինչ անում է մի օր վերադառնում է իրան, բայց ես չեմ մոռացել դա։ Ես չմոռացող մարդ եմ։ Սուրեն, շնորհակալ եմ, հրաշալի է իրականում ստացվում մեր զրույցը եւ կարծում եմ, որ մեր զրույցի ամենա այսպես կուլմինացիոն պահը արդեն մոտենում է, նամակը, որն ուղղված է Սուրենին։
Հիմա տեսնենք ինչն է։ Այս մեր արկղը գիտեք ինչքան գաղտնիքներ է իր մեջ։ Արտուրից հետո էլ այս նամակի մասին։ նամակել ունեմ այստեղ։ Նայեք, ուրեմն ծրարը անանուն է, բայց այն ձեզ է ուղղված։ Պիտի կարդակ, վերջում փորձենք Հասկանալով է։ Այո, այո։ Կարդանք եւ հասկանանք։ Բարև։ Երբ սկսեցի գրել նամակը, հասկացա, որ շատ բան ունեմ գրելու։ Ապրած տարիներն ու ժամերը մի ամբողջ կյանք, որտեղ կա ամեն ինչ, առաջին դեր, առաջին սեր, առաջին բաժանում, առաջին հաղթանակ, առաջին կորուստ, առաջին Ես միշտ վստահ եմ եղել, որ դու քո կյանքում բազում հաղթանակներ ես ունենալու, որովհետև դու հավատարիմ ես քո սկզբունքներին։ Ուզում եմ հիշես Գազանանոցի այն սարսափելի կենդանուն, որի անունով տուն կար։ Եվ հենց այն տան էր բոլորս ձևավորվեցինք որպես մարդ։ Հուսով եմ, որ մի օր հենց այդ տանը, հենց այդ նույն մարդկանցով կկարդանք աշխարհի ամենա Ուրբեմ ասում էր չես ուզվել։ Հուսով եմ, որ մի օր հենց այդ տանը, հենց այդ նույն մարդկանցով կկարդանք աշխարհի ամենաանհոգ օրերի օրագիրը ու գոնե մեկ օր էլ կապրենք այդ օրերից մեկը։ Այդ ժամանակ չմոռանաս հետդ փուչիկ վերցնես մի խոսքով ԽԳՊՀ, սիրում եմ քեզ իմ ընկեր։ Իմ ընկերն է գրել Սամվելը Դանելյան։ Այո։ Ինչ տան մասին է խոսքը։ Արայք, ասեմ, ես Սամվելին ճանաչում եմ 10 տարեկանից սկսած մետրո թատրոնի ստուդիայից, մենք միասին ենք սովորել։ Հետո միասին ընդունվել ենք ինստիտուտ, միասին ունենք շատ աննորմալ երազանքներ, պիտի գնայինք գիտիսում սովորենք, պիտի գնայինք Հոլիվուդ, ես պիտի Օսկար ստանա, ինքն էլ պիտի Օսկար ստա։ Այս sense ծրագրեր էին կազմել։ Ինչ տան մասին է խոսքը։ Տունը Սամվելի հորեղբոր տունն էր։ Այն ժամանակ այդ տունը բնակեցված չէր, որտեղ իր հոպարը Հայաստանից դուրս է ապրում, եւ քանի որ ուսանող էինք եւ մեզ ինչ որ տարածք էր պետք, մենք ասում ենք մենք կուրսով շատ մոտ ենք եղել եւ հիմա էլ ենք այդպես։ Եվ մենք միշտ մտածել ենք դասերից հետո ինչ որ տեղ մեզ քիչ այդ լսարանը։ Եվ Սամվելի հոպարի տունը ազատ էր, այդ տանը չկար էլեկտրականություն, որտեղ մարդիկ այդտեղ չէին ապրում, անջատած էր սախ։ Եվ ինչ էինք անում, հա, Սամվելը բանարին վերցրել էր։ Page էինք դրել, վառում էինք ամեն ինչ, որ տաքանայինք, որտեղ հնարավոր չէր։ Եվ մոմ էինք վառում։ Լուսավորություն չկար։ Այդ տունը դարձել էր մեր համար այն տեղը, որտեղ որ մենք հավաքվում էինք, որտեղ որ մենք պարապում էինք քննությունների համար, որտեղ որ, չգիտեմ, ինչ-որ խենթություններ էինք անում։ Մի հատ հետաքրքիր բան ասեմ, հա, հիմա երևի շատերը կմտածեն, ահա ուսանողներ տուն, բայց այնտեղ ոչ մի տենց հետին մտքեր չկար։ Որտեղ դա այնտեղն էր, որտեղ կար իսկական ընկերություն, արվեստ, շատ արվեստ, որտեղ բոլորս նստում էինք, մտածում էինք ինչ անենք, ինչ դառնանք, ինչ բեմադրենք, ինչ անենք, ոնց արվի այդ ամեն ինչը։ Ու այդտեղ ձևավորվեց այդ ընկերությունը եւ կար օրագիր, այսինքն չկար օրագիր, մի օր այդ դարակները քանդելուց, այսպես գրքերի դարակներ կար։ Մի հատ այսպես երկար օրագիր բլոկնոտ դատարկ ու որոշեցինք, որ ես ու Սամոն էինք այդ օրը գնացել, որտեղ մենք ենք այդ սկսել այդ ամեն ինչը։ Որոշեցինք, որ օրագիր լինի։ Ու այդպես, հա, բարև օրագիր։ Ու մենք այդպես բարև օրագրով այդ օրագիրը այնքան բան ունի իր մեջ, այնքան պատմություն ունի։ Ու լավ է, որ Սամվել այդ օրագիրը պահել է մինչև հիմա, որտեղ մեկ-մեկ երբ որ տենց հավաքվում ենք, իսկ ինքն իմ կյանքում են մարդկանցից է, որ չի կարա չլինի իմ կյանքում։ Նույնիսկ եթե մենք ինչ որ ձև իրար մի պահ չենք հասկանում, բայց միևնույն է այդ ամեն ինչը հասնող մենք իրար հետ ենք էլի։ Այդ օրագիրը այնքան բան ունի իր մեջ։ Եվ ինչի ասում առյուծի, հա, որովհետև Եվ վերջում այնտեղ ինչ որ հապավում կա։ Այո, ԽԳՊՀ։ Դա ինչ է։ Էս էլ է հետաքրքիր, որովհետև մենք երբ որ իրար հետ հումոր ենք անում, ընդհանրապես, հա, ասում ենք խելքս գնում է պրիմիտիվիզմի համար։ Օ։ ԽԳՊՀ հապավում, հա, հիմա երբ որ ինչ որ մեկի հետ կապված ուզում ենք ինչ որ տենց բան, ասում ենք ԽԳՊՀ, այսինքն այնքան պրիմիտիվ է այդ ամեն ինչը, խելքս գնում է պրիմիտիվիզմի համար։ Ու այդ տունը գտնում էր Բանգլադեշի հատվածում առյուծ արքա կար այն ժամանակ։ Դրա հետևներ եւ դրա համար անուն դրել ենք առյուծ, այդ տան անունը առյուծ էր։ Այսինքն ամեն ինչ ունի իր պատմությունը։ Ու մարդի տես որ կան էս, այո, միասին էին երազում առաջին դերը, ինքը տեսել է իմ առաջին դերը, որտեղ մետրո թատրոնի ստուդիայում, ինքը իմ ճան կողքին է եղել, երբ որ իմ մոտ եղել են կորուստներ, հաղթանակներ, ապրեսամ։ Բրավո։ Հիմա էլ թատրոնում ղեկավարում Շունչ թատրոնը, որտեղ ի դեպ ներկայացում ունենք, ես հես հրավիրում եմ ամառը, այո, կոչվում է Այքես հարսանիք կոմեդիա։ Մեծ սիրով ներկա կլինեմ։ Սամվել, շնորհակալ ենք նամակի համար, ձեր խոսքերը անկեղծ էին եւ դա երևաց Սուրենի հուզմունքից։ Սուրեն ջան,
Ես էլ շնորհակալ եմ, որ եկար ինձ հյուր, որ մեր տաղավարը լցվեց քո պատմություններով ու այս անկեղծ ու գեղեցիկ զրույցով։ Ապրես։ Ես միշտ վախենում եմ սենց հաղորդումներին գնամ։ Տեսար ինչ հավես։ Այո, որտեվ ես քեզ էլ ասացի, լացող չեմ եւ չեմ լացածնում, բայց դες հաջող։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Սելի հեռուստադիտող, այսպիսին էր Սուրեն Արուստամյանի կյանքի պատմությունը եւ խոստովանությունը։ Դուք էլ խոստովան եք, միգուցե վաղն արդեն ուշ լինի, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ նոր ու հետաքրքիր կյանքի պատմություններով եւ խոստովանություններով։